Տիկին Դավոյան նախորդ շաբաթ կառավարություն ազգային ժողով հարցոպատասխանը կրկին բավականին թեժ անցավ, վարչապետի հայտարարություններից սկսենք, նա հայտարարեց, որ ֆենոմեն է, որ գյուղ մտնում եմ, ասում են ինչու են Քոչարյանն ու Սերժը ազատության մեջ։ Սա բուռն քննարկման եւ նեղսրտելու առիթ է տվել ընդդիմությանը, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ես կարող եմ երկրորդել վարչապետին, մեզ նույնպես այդ հարցերը տալիս են, այնպես չէ, որ միայն Հայաստանի Հանրապետության վարչապետին են նման հարցեր տալիս, այո, ժողովրդին այդ հարցերը շատ հետաքրքիր են, շատ տանջում են եւ իրենք ամեն անգամ ասում են՝ հա լավ հասկացանք, ասֆալտն արեցիք, դպրոցը կառուցեցիք, գոհ ենք, շնորհակալ ենք, բայց մարդիկ կան, որոնք պիտի ազատության մեջ չլինեն եւ իրականում երբեմն մենք էլ չենք կարողանում այդ հարցերին պատասխաններ տալ, որովհետեւ սկսում ենք արդեն իրավական պատասխաններ տալ, ասելով, որ նախաքննություն, մի խոսքով նախաքննական գաղտնիք, մենք չենք կարող այդ հարցերին պատասխաններ տալ, սակայն քաղաքացիներին որևէ կերպ մենք չենք կարող բացատրել, թե ինչու է դա այդպես, իսկ ընդդիմությունը ես չեմ կարծում, որ այդ հարցին թեթև վերաբերվի, միևնույնն է իր համար ծանր է, որովհետև այդ մարդիկ եւ միայն երկուսը չեն եւ ավելի մեծ շրջանակ է դա ներառում եւ կարծում եմ, որ անհանգստությունները շատ մեծ են նաեւ Ռոբերտ Քոչարյանի, նաեւ Սերժ Սարգսյանի հետ կապված եւ ընդհանրապես այդ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված անհանգստությունները մեծ են եւ դրա համար միշտ բուռն քննարկումների առարկա է դառնում դա նաեւ մեր պետայրավականի հանձնաժողովում երբ ինչ որ մի հատ տենց քննարկում է լինում, արդեն բուռն սկսում են խոսել, որովհետեւ շատ նուրբ թեմա է եւ այդ նույն թեման կոնկրետ իրենց համար, այսպես ասած, շատ զգայուն է։ Իդեպ նրանք նաև նեղվել են, որ վարչապետն ասել է. մամուլը գրում է, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, այդ դեպքում սաղից պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պատվալը։ Նրանք սա ուղիղ սպառնալիք են համարում եւ նաև կարծեք թե հայց են փորձում ներկայացնել այս հարցի վերաբերյալ որոշները։ Դե, եթե նրանք մամուլին էին հղում տալիս, մենք էլ կարող ենք մամուլին, այսպես ասած, հղումներ անել եւ դրա համար իրականում բազմիցս իրենց գործողություններով մենք իրենց նաև անուղղակի ենք դրա մասին անուղղակի ենք այդպիսի բաներ ասել, որովհետև երբեմն մեր ընդդիմությունը այնպիսի բաներ է խոսում, որ կամ Ադրբեջանում են խոսում, կամ այլ երկրներում են խոսում, մեկ էլ բազում է իրենք են խոսում։ Այնպիսի հարցեր են բացացնում, որոնք Հայաստանի օրակարգի հետ կապ չունեն, սակայն այլ երկրների օրակարգերի հետ կապ ունեն կամ այլ երկրների կողմից խիստ ողջունվում են։ Հիմա ուզում եմ հասկանալ, այս մարդիկ իրականում ում շահերն են սպասարկում, մենք միշտ էլ ասել ենք, դուք ում շահերն եք սպասարկում։ Մի քանի բանից են նեղվում, եւ մենք նեղվում են, եւ սկսում ենք դաշնակցության պատմությունը հիշել, որով կարծում եմ իրենք պիտի հպատանան լինելով դաշնակցականներ եւ սերունդներ, այսպես ասած, կարկառուն, դրոշվարող։ Ես կարծում եմ իրենք պիտի եւ իրենց պատմությունով հպատանան եւ մնացածով, սակայն այդ երկու բաներից իրենք շատ ազդվում են եւ սկսում են ավելի անհանգիստ շարժումներ անել։ Խոսենք նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանում արված հայտարարությունների մասին, հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպել են նրանք երկուսն էլ։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք իշխանապողություն են ուզում, այլ ոչ թե վարչապետի տեխնացու են ուզում առաջադրել, ինչով է սա պայմանավորված, երբ որ իմպիչմենտի գործընթացն սկսել իր թիմակիցները։ Բայց այդ իմպիչմենտի գործընթացը չսկսած արդեն ավարտվել է, որովհետև իրենք իրենց մեջ էլ կամ հարցազրույցներ են տալիս, ասում են իմպիչմենտ, հետո ասում են իմպիչմենտ, հետո չեն ասում, ես չգիտեմ, դա իրականում լուրջ է, թե անլուրջ է, միևնույնն է, ես դա չեմ հասկացել։ Իսկ ինչ որ իշխանապողություն են ուզում, դա նորություն չէ, դա շատ հին սկավառակ է, որը այսպես ասած պատտվում են, եւ նրանք անընդհատ ուզում են իշխանապողություն։ Դե ուզում են թողեն, հիմա ամեն մարդ մի ցանկություն, մի երազանք ունի։ Նաև Սերժ Սարգսյանը մի այսպիսի հայտարարություն է արել, նա մի անգամ հայտարարել է, որ հանգիստ թողեք Ռոբերտ Քոչարյանին, վերջում էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին թշնամի չի դիտարկում, մինչդեռ վերջին ամիսներին մենք տեսնում ենք երկու ղեկավարների թիմակիցների միջև ինչ փոխհրաձգություններ գնում վիրավորական արտահայտություններով համեմված։ Ըստ ձեզ այդ օրակարգը կեղծ էր, ինչի մասին էր դա։ Դա էլ անհասկանալի ինչ որ փոխհրաձգություն է, այսպես ասած, ես կարծում եմ դա ավելի շատ ներթիմային է, քան երկու թիմերի միջև, որովհետև երբ որ փողոցային ցույցեր կամ ինչ որ իրադարձություններ են լինում, իրենք այդպես լավ միասին, միահամուռ վազվզում են, գնում են այստեղ, գնում են այնտեղ, սակայն երբ խաղաղվում են արշալույսները, նրանք նորից սկսում են իրենց ինչ որ բաների մեջ մեղադրել
նախ չեմ հասկանում ինչ ունեն կիսելու, որովհետև հիմնականում կարծում եմ իշխանության ժամանակ են մարդիկ ինչ-որ բան ունենում կիսելու, իրենք ընդդիմություն են, ընդդիմության մեջ ինչ ունեն կիսելու, եթե առաջին տեղի հավակնություն ունեն, ապա կարծում եմ, որ այնտեղ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը ընդհանրապես չկան, որովհետև որպես այդպեսին առողջ ընդդիմություն գոյություն չունի, չգիտեմ ինչ են կիսում, երևի ինչ որ բաներ ունեն, այսպես ասած իրենց ներքին պայմանավորվածություններ ունեն, որ մեկ կամ պահել է կամ չի պահել եւ հիմա այսպես եկել է պահանջներ դնելու ժամանակը եւ նման բաներ։ Առանձնապես անկեղծ ասած գուցե չեկել հավատա, բայց չեմ էլ հետևում այդ ներքին իրենց քննարկումներին, որովհետեւ կարող է մի երկու օր հետո էլի գնան փողոցում իրար կողք կանգնեն եւ մեր հրաժարականը պահանջեն։ Հետո էլի աշալույսները խաղաղվի, գան սկսեն իրար հրաժարական պահանջել։ Այ շատերը կարծում են, որ սա առաջիկա խորհրդարանական ընտրություններում տեղ ապահովելու համար է արվում։ Դուք ինչ եք միանշանակ հիմա ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ է կապված, որովհետև յուրաքանչյուրը արևի տակ իր տեղն է փնտրում եւ պիտի ինչ որ կերպ դիրքավորվի, տարբեր կերպ դիրքավորումներ են տեղի ունենում, նոր մարդիկ կարող են հայտնվել, հին մարդիկ կարող են նոր վերափոխված հայտնվել, ինչ որ փոփոխությունների ենթարկված հայտնվել, կարծում եմ մենք դեռ շատ հետաքրքիր իրադարձությունների ականատես կլինենք, որովհետև 26 թվականը սարերի հետևում չէ եւ ընդդիմությունն էլ այսպես կոչված պատրաստվում է, եթե հիմա այսպես sense խառնեն, պատկերացնում եմ, թե 26 թվին ընդառաջ ինչպիսի այնց ակտիվություն կցուցաբերեն։ Եվ ամփոփելով շատ բուռն քննարկվեց նաև վարչապետի Մոսկվա մեկնելը հաղթանակի 80-ամյակի հետ կապված, մի մասը պնդում էր, որ պետք է չգնա, մյուս մասը ասում էր պետք է գնա, այդ ձեր կարծիքը այս մասին։ Ես կարծում եմ, որ ոչ չգնա ասողներին, պիտի լսել, ոչ գնալ ասողներին, պիտի նայել այդ պահին Հայաստանի Հանրապետության շահը ինչ է պահանջում եւ այդպես էլ առաջնորդվել եւ կարծում եմ, որ եթե մենք լսենք բոլոր խորհուրդները, որովհետեւ ամբողջ օրը անթիվ անհամար խորհուրդների տարափ է տեղում, թե ինչ պիտի անի վարչապետը, ինչ պիտի անի, ուր պիտի գնա, այսպես պիտի խոսի, այնպես պիտի խոսի, ապա մեկտեղ չենք հասնի։ Կարծում եմ յուրաքանչյուրը պիտի իր գործով զբաղվի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։